Խորհրդարանական ընտրություններին մասնակից Հայ ազգային կոնգրես կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Ցուցակի առաջին համար Լևոն Զուրաբյանը շփվել է անցորդների հետ, խոսել իրենց նախընտրական ծրագրերից։ Ըստ կուսակցության նախընտրական ծրագրի Հայաստանի տարածքում կկառուցեն ռազմավարական նշանակության տրանսպորտային հաղորդակցության հանգույց, որը կապահովի երկրի կապը ինչպես արևմուտք-արևելք, այնպես էլ հյուսիս-հարավ առանցքներով։ Այդ հանգույցի կարևորագույն մասն է Հայաստանն Իրանին կապող երկաթուղին։ Ըստ ՀԱԿ-ի Հայաստանի եւ նախագծի շուրջ ստեղծվող միջազգային մեծ կոալիցիայի ֆինանսավորմամբ եւ փայատիրությամբ TRIP գումարած BRICS նախաձեռնության շրջանակում Հայաստանը կհաղթահարի ծովից կտրված երկրի կարգավիճակը, դառնալով ռազմավարական միջազգային տրանզիտային կենտրոն։ Չի փոխվել, շատ կուզեմ որ փոխվի, բայց չի փոխվում։ Այդօր ցավոտ անում, բայց պիտի օգնեք, մի հատ քայլ արեք, որ այն բանը անեկդոտ չգիտեք, որ ասում եմ, ես ֆրանսիացիների հետ եմ, էլի Ժանը խնդրում է, ասում է, Աստծուն, բան արա, ցարա Հարստանը, մնաց ցարա Հարստան, խնդրում եմ շատ, այս Աստվածը չի դիման, վերջ ասում է, Ժան, ինձ գոնե մի հատ շանս տուր, մի հատ լոտերեայի տոմս ա։ Ես շանս տվեք, մի բան արեք, հետևում եք, հա, փաստորեն իմ ելույթներին։ Ոնց եք վերաբերվում։ Ջեյներն եւ հա, կարող է նաև մեզ զինեք այս ընտրություններին ձեր ձայնով։ Երում խնդրում եմ մեր նախընտրական ծրագրին ծանոթանալ։ Մերսի։ Ոնց է շապեր։ Աբրես։ Ոնց եք, լավ եք, ծանոթ եք։ Ներկայանալու կարիք չկա։ Չէ, հաջողություն եմ։ Շատ լավ են ընդունում։ Իսկապես ես ողջավորված եմ մեր ժողովրդի վերաբերմունքով եւ պատրաստակամությամբ մեզ աջակցելու։